Ուկրաինան պատրաստ է զիջել կորցրած տարածքների 20%-ը Ռուսաստանին։ Այս մասին ռուսական լրատվամիջոցներն են գրում, հղում անելով Միացյալ Նահանգների նախագահի աշխատակազմի անանուն բարձրաստիճան պաշտոնյայի։ Ամենայն հավանականությամբ խոսքը երկրի արևելքի Դոնբասի զգալի հատվածի մասին է, որն այս պահին ռուսական ուժերի վերահսկողության տակ է։ Սակայն Ուկրաինայի գործող իշխանությունը պատրաստ է այդ քայլին գնալ մեկ պայմանով, եթե ուկրաինական տարածքները ոչ թե դե յուրե, այլ դե ֆակտո ճանաչվեն Ռուսաստանի մաս։ Այսինքն ուկրաինացիները ընդունեն, որ ռուսներն են վերցրել իրենց հողերը, բայց չհաստատեն, որ Ուկրաինան պատրաստվում է ընդմիշտ հրաժարվել դրանցից։ Կիևը չի արձագանքել այս տեղեկությանը։ New York Post-ը նկատում է, որ արդեն երևում են խաղաղության ծրագրի մանրամասները։ Դետալները հավանաբար Վաշինգտոնի ու Կիևի ներկայացուցիչները քննարկելու են վաղը Լոնդոնում։ Թրամփի վարչակազմը հույս ունի, որ ռուս-ուկրաինական խաղաղության գործընթացը ի վերջո կլինի։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ուկրաինայի հարցով ամենահատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հանդիպելու են ոչ միայն Ուկրաինայի, այլև Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների և ազգային անվտանգության գծով խորհրդականների հետ։ Զելենսկիի խոսքով պատրաստ են շուտափույթ խաղաղություն հաստատել Ուկրաինայում։ Մենք պատրաստ ենք զինադադարին, որին կհետևի իրական և տևական խաղաղությունը։ Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին, որոնք օգնում են։ Մենք պատրաստ ենք հրադադար հաստատել։ Մոսկվայում կարծում են, որ եթե Ուկրաինան իրոք խաղաղություն է ուզում, պետք է հստակ քայլեր ձեռնարկի։ Наверное, должны быть какие-то приняты шаги. Միգուցե պետք է որոշակի քայլեր ձեռնարկել օրինական ճանապարհով մաքրելու խոչընդոտները, եթե կա նման պատրաստակամություն։ Президент Путин неоднократно. Նախագահ Պուտինը բազմիցս խոսել է բանակցությունների միջոցով հարցերը լուծելու իր պատրաստակամության մասին։ Վերջին օրերին մի քանի ամերիկյան լրատվամիջոցներ անդադար գրում են, որ Միացյալ Նահանգները Կիևին և իր եվրոպացի դաշնակիցներին փոխանցել է ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու իր առաջարկները։ Դրանց մեջ է մտնում նաև Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելը։ Չորեքշաբթի լոնդոնյան բանակցությունների ժամանակ շատ հարցերի պատասխաններ են տրվելու։ Բանակցությունները սաբոտաժի ենթարկվելու դեպքում հավանական է, որ Միացյալ Նահանգների նախագահը այլևս չմիջնորդի Ուկրաինայի խաղաղության հարցով բանակցությունները։ Իսկ ինչ կլինի, եթե Թրամփը իրոք դուրս գա բանակցային գործընթացից։ Արևմտյան փորձագետները վստահ են, որ Եվրամիությունն ու Ուկրաինան վախենում են Ռուսաստանի հետ մենակ մնալուց։ Իսկ Թրամփը ըստ նրանց կկորցնի իր հեղինակությունը աշխարհի աչքին։ Բանակցություններից դուրս գալը կնշանակի նրա թիմի դիվանագիտական պարտությունը։ Հասմիկ Սերոբյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։